Վալդայ ֆորումում ելույթի ժամանակ Ռուսաստանի նախագահը մեղադրել է Եվրոպային ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորմանը խանգարելու եւ Ուկրաինան որպես սեփական նպատակներին հասնելու գործիք դարձնելու համար։ Վլադիմիր Պուտինը անհեթեթություն է որակել ՆԱՏՕ-ի վրա Ռուսաստանի հնարավոր հարձակման մասին հայտարարությունները, նաեւ հիմարություն անվանել Հյուսիսատլանտյան դաշինքին Ֆինլանդիայի եւ Շվեդիայի միանալը։ Ռուսաստանը զինված ուժեր չուներ Ֆինլանդիայի սահմանակից շրջաններում, բայց հիմա կունենա, հավելել է Պուտինը։ Նրա խոսքով ուշադիր հետևում են Եվրոպայի ռազմականացմանը եւ պատրաստ են հակահարված տալ։ Մի սադրեք Մոսկվային, նախազգուշացրել է Կրեմլի ղեկավարը։ Պուտինի խոսքով ռուսական ուժերը լուրջ հաջողություններ ունեն մարտի դաշտում, անվտանգության գոտու ստեղծման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են։ Նա կրկնել է, պատերազմ ընդհանրապես չէր լինի, եթե Ջո Բայդենի փոխարեն ԱՄՆ նախագահի պաշտոնը զբաղեցներ Դոնալդ Թրամփը։ Ռուսաստանի նախագահը հավելել է, որ Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների լիարժեք վերականգնումը դաշնության ազգային շահերից մեկն է։ Նա պատրաստակամություն է հայտնել Թրամփի հետ քննարկել նաև ռուս-ուկրաինական հակամարտության հարցը։ Հուսով եմ Ուկրաինան էլ ուժ կգտնի եւ կնստի բանակցությունների սեղանի շուրջ, ընդգծել է Ռուսաստանի նախագահը։ Վլադիմիր Պուտինը նաև մեղադրել է ուկրաինական ուժերին Զապորոժիեի ԱԵԿ-ը իբր թիրախավորելու համար, խորհուրդ տվել մտածել, ինչ կարող է տեղի ունենալ ուկրաինական ատոմակայանների հետ, եթե Ռուսաստանը հայելային պատասխան տա։ Միևնույն ժամանակ նա հայտարարել է ուկրաինական ողբերգությունը թե ուկրաինացիների, թե ռուսների ցավն է։ Հայտարարություններով է հանդես եկել Ուկրաինայի նախագահը։ Վոլոդիմիր Զելենսկու խոսքով 2025 թվականին Ռուսաստանը փոքր հաջողությունների է հասել մարտի դաշտում։ Նա կոչ է արել շարունակել Մոսկվայի վրա ճնշումը պատերազմը դադարեցնելու համար։ Հարկավոր է ամրապնդել պատժամիջոցների փաթեթները, դիմել այլ գործիքների, այդ թվում նավթի եւ նավթամթերքի առևտրի սահմանափակմանը, հավելել է Զելենսկին։ Նա մտահոգություն է հայտնել, որ ռուսական ուժերն օրական 500-ից 600 անօդաչու թռչող սարք են արձակում Ուկրաինայի ուղղությամբ, մինչդեռ ուկրաինական ուժերն արձակում են 100-ից 150 ԱԹՍ։ Զելենսկու խոսքով Ռուսաստանին հարվածելու համար Ուկրաինան մինչ օրս կիրառել է միայն սեփական հեռահար զենքերը, սակայն Դոնալդ Թրամփի հետ իր վերջին հանդիպումից հետո հնարավոր է նորություններ լինեն։ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիտն իր հերթին հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կշարունակի զենք վաճառել ՆԱՏՕ-ի երկրներին, որպեսզի դաշինքը կարողանա դրանք մատակարարել Ուկրաինա։ Նրա խոսքով Դոնալդ Թրամփն այդ հարցում վճռական է տրամադրված։ Կոպենհագենում հանդիպել են Ուկրաինայի եւ Ադրբեջանի նախագահները։ Վոլոդիմիր Զելենսկին X-ի էջում գրել է, որ շնորհակալություն է հայտնել Իլհամ Ալիևին Ուկրաինայի ինքնիշխանությանը եւ տարածքային ամբողջականությանը սկզբունքային եւ շարունակական աջակցության համար։ Մտքեր ենք փոխանակել Ուկրաինայում արդար խաղաղությանն ուղղված դիվանագիտական ջանքերի շուրջ, քննարկել էներգետիկ հարցեր եւ ռազմական ոլորտում հնարավոր գործակցությունը, մանրամասնել է Զելենսկին։ Նրա խոսքով համաձայնել են ակտիվացնել երկկողմ շփումները։ Ըստ ադրբեջանական կողմի հաղորդագրության Ուկրաինայի նախագահը նաեւ շնորհավորել է Վաշինգտոնում Հայաստանի եւ Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կապակցությամբ։ Ալիևը հավատացրել է, որ Բաքուն ջանքեր կգործադրի տարածաշրջանում խաղաղությունը պահպանելու համար։ Թուրքիան կշարունակի բնական գազ գնել Ռուսաստանից, չնայած Վաշինգտոնի կոչերին, հայտարարել է Հանրապետության էներգետիկայի նախարար Ալփարսլան Բայրակթարը։ Մենք պայմանագրեր ունենք Մոսկվայի հետ, ձմեռային սեզոնը մոտենում է, չենք կարող մեր քաղաքացիներին ասել, որ գազ չկա։ Մենք պետք է գազ ստանանք Ռուսաստանից, Ադրբեջանից եւ Թուրքմենստանից, նշել է նախարարը, հավելել. Թուրքիան էներգառեսուրսներ է ներմուծում, հաշվի առնելով սեփական կարիքները։ Բայրակթարը նաեւ հայտարարել է, որ Ռուսաստանի հետ բանակցություններ են վարում Կապույտ հոսք խողովակաշարով Թուրքիա բնական գազի մատակարարման պայմանագիրը երկարաձգելու մասին։ Ավելի վաղ Սպիտակ տանը Ռեջեփ Էրդողանի հետ հանդիպմանը Թրամփը կոչ էր արել Անկարային դադարեցնել ռուսական էներգակիրների գնումը եւ այդպիսով չնպաստել ռուս-ուկրաինական պատերազմի շարունակմանը։ Էրդողանը նշել է, որ Թուրքիան ընտրել է էներգետիկ աղբյուրների դիվերսիֆիկացման քաղաքականությունը։ Ֆրանսիայում զանգվածային ցույցեր են, 100,000-ավոր մարդիկ դուրս են եկել փողոցներ, այդ թվում Փարիզում բողոքելու կառավարության տնտեսական խիստ քաղաքականության դեմ։ Ակցիաները մեկնարկել էին սեպտեմբերի 18-ին։ Քաղաքացիները մասնավորապես բողոքում են իշխանության բյուջետային ծրագրերի դեմ, պահանջում չեղարկել նախորդ կառավարության ֆինանսական նախաձեռնությունները, ավելացնել հանրային ծառայությունների համար նախատեսված ծախսերը, մեծացնել հարուստների համար հարկերը եւ չբարձրացնել կենսաթոշակային տարիքը։ Շաբաթներ առաջ խորհրդարանը անվստահություն էր հայտնել վարչապետ Ֆրանսուଆ Բայրուին, նրա փոխարեն կառավարության ղեկավարի պաշտոնում նշանակվել է պաշտպանության նախկին նախարար Սեբաստիան Լեկորնյուն։ Նա արդեն հայտարարել է, որ պատրաստ է քննարկել պետական ծախսերի հարցը եւ դիտարկել հնարավոր փոխսիչումները, սակայն տեղեկություններ կան, որ սեպտեմբերի 24-ին արհմիությունների ներկայացուցիչները հանդիպել են Լեկորնյուի հետ, բայց ընդհանուր հայտարարի գալ դեռ չի հաջողվել։ Դիանա Գասպարյան, լուրեր։